Բայց Տիկին Ղազարյան, ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես պետական ԱԶ TV հեռուստաընկերությունը շրջանառում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան խոսույթը, դուք սա ինչպես եք մեկնաբանում, հաշվի առնելով, որ Ադրբեջանում չկա անկախ մամուլ եւ այնինչ ասում են լրատվամիջոցները, դա նախագահականի Ես ծանոթացել եւ չեմ մեկնաբանում, այնինչին ծանոթ չեմ, իսկ Հայաստանի պետական դիրքորոշումը, Երևանի պաշտոնական դիրքորոշումը ինձ թվում է ձեզ հայտնի է, չկա նման եզրույթ, նման հարցի շուրջ բանակցություններ չեն ընթանում եւ անընդունելի ինչպես նախկինում ենք նշել։ Բայց հիմա ադրբեջանցիները շարունակում են։ Ես կծանոթանամ եւ կհասկանամ ինչի շրջանառվում մամուլում։ Խնդիր համարում եք, որ նման խոսույթ դեռ կա եւ սա ինչի հետևանք։ Կարծում եմ, որ երկու պետությունները տրամադրված են աշխատել հանուն խաղաղության եւ սա անշրջելի փաստ է ելևս։ Բայց եթե Ադրբեջանը տրամադրված է խաղաղության պետական հեռուստաընկերությունը խի է Հայաստանի Հանրապետությունը Երևանը տրամադրված է խաղաղության։ Ասում եմ Բաքվի կողմից վերահսկվող լրատվամիջոցը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է արևմտյան Ադրբեջան։ Ձեր կողմից մատնանշված լուրը եւ ասում եմ Երևանը եւ Բաքուն նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, ինչը վկայություն է առ այն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միանշանակ գնում են դեպի խաղաղության։